կենդանակերպը ցուլի կենդանակերպն է, երբ բարձրացող հանգույցը գտնվի ցուլի կենդանակերպում, համապատասխանաբար իջնող հանգույցը գտնվելու է կարիճի կենդանակերպում։ Ցուլի կենդանակերպը, ինչպես գիտեք, դա ֆինանսական ոլորտն է, նյութական բարեկեցությունն է։ Այդ մարդիկ պետք է իրենք վաստակեն գումարները, իրենք պետք է հավաքեն, լինեն նախաձեռնող այդ առումով, նրանք պետք է ուշադրություն դարձնեն իրենց նյութական կարողություններին։ Այդպիսի դիրքավորումներ երբեմն ունենում են շատ հաջողակ, նաև մեծ կարողություններ ունեցող մարդիկ, որոնք այդ ամենը ստացել են ժառանգություն, եւ նրանց ուղղակի պետք է այս կյանքում ինչ էլ որ ունեն, որքան էլ որ ապահոված են, նրանք իրենք պետք է վաստակեն իրենց գումարը, իրենք պետք է ունենան, իրենք պետք է ստեղծեն իրենց սեփականությունը, ունենան իրենց նյութական բարեկեցությունը եւ այն ոլորտները, որտեղ մարդիկ կարող են իրականացնել իրենց զարգացումը, աշխատել, ուսումնասիրել, դա բանկային գործն է, գյուղատնտեսությունն է, այն ոլորտները, որոնք շփվում են ֆինանսի հետ, նրանք լավագույն ֆինանսիստները կարող են լինել, եթե նաև Մերկուրին է գտնում այդտեղ մաթեմատիկական իրենց կարողությունները կարող են զարգացնել, ունենալ տնտեսություն, ստեղծել իրենց ֆիրման, իրենց բրենդը, դա հենց վերաբերում է նաև բարձրացող հանգույցը այծեղ ջուրի կենդանակերպում, լավագույն հաշվապահներն են, որոնք պետք է կարողանան ճիշտ հաշվարկներ կատարել, ստուգումները ռեալ իրականացնեն, որպեսզի այդ ոլորտը, ֆինանսի ոլորտը ուղղակի ծաղկի մեր երկրի վրա, եւ նաեւ չենք մոռանում, որ հենց այս պահին էլ Յուպիտերը գտնվում է ցուլի կենդանակերպում եւ 24 թվականին այն միանալու է Ուրանի հետ, մենք ունենանք լավագույն երեխաները, որոնք մեծ հզոր ֆինանսական ռեսուրսների կարող են տիրապետել, նրանք կլինեն միլիոնատերներ, միլիարդատերեր, իհարկե նաեւ այդ ամենի հետ մեկտեղ պետք է ծնողները կարողանան ճիշտ դաստիարակել նրանց եւ նրանք պետք է այդ ամենը ծառայեցնեն հանրությանը, չնայած իջնող հանգույցը կարիճում է, բարձրացողը ցուլում, բայց որքան շատ լինեն նյութապես ապահոված մարդիկ, որքան ապահոված լինի մեր երկիրը, մենք ապրենք ուղղակի բարեկեցիկ կյանքով։ Ճիշտ է, դա դժվար է, բայց միևնույն է կարող ենք անել։ Հաջորդ կենդանակերպը կամ առանցքը դա երկվորյակ եւ աղեղնավոր առանցքն է, բարձրացող հանգույցի երկվորյակի կենդանակերպում, իջնող աղեղնավորի կենդանակերպում, երկվորյակը դա մոտակա շրջապատն է, մարդու հարևաններ, քույր, եղբայր, դպրոցական կրթությունն է, բարձրագույն կրթությունը չէ, այդ մարդիկ իրենց մեջ պետք է զարգացնեն շփվելու կարողությունը, նրանք երբեմն խուսափում են իրենց մտերիմների հետ շփվել եւ